H1N1 խոզի գրիպ վիրուսային հիվանդությունը վերջին մի քանի օրերի ընթացքում խուճապ է առաջացրել։ Մանուշակ Թանդիլյանը հետևում է նորություններին ու լսել է, որ հիվանդությունը գնալով ավելի մեծ թվով մարդկանց է անհանգստացնում։ Ինքը սակայն սովորական է վերաբերվում այս իրադրությանը։ Գրիպի որևէ նշան նկատելու դեպքում էլ ինչպես ամեն անգամ թեյի միջոցով է հարցին լուծում տալիս։ Ասում է բժշկի կդիմի լուրջ նշաններ նկատելու դեպքում միայն։ Շրջապատում լավ որ գրիպով մարդ չկա, բայց թե գրիպը եղել է, էլի ձմեռն են չի որ առաջ տարին է, ուղղակի ճիշտ չի որ ժողովրդին սենց խուճապի են մարդ։ Անց համար դա մի քիչ վիրավորական էլ է խոզի գրիպ։ Խոզի գրիպը որն է մարդն է գրիպ անգնում, էլի թռչունն էլ անգնում։ Գյուղից եմ ես, հիվանդ չկա մեր մոտ։ Չգիտեմ դա ինչ համաճարակ է, բարակ է, ինչ է, չգիտեմ։ Ճիշտ է հիվանդության աճ է նկատվում, սակայն բժիշկները համաճարակի առկայությունը այս պահին բացառում են։ Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերով Նազարեթյանի խոսքով այս շրջանների համեմատ Ալավերդում հիվանդության դեպքերի թիվը մեծ չէ։ Դիմորդների մոտ էլ հիվանդությունը սրված չի եղել։ Բժշկի հավաստմամբ սա մեր իմացած գրիպի մեկ այլ ձև է։ Խուճապի մատնվել պետք չէ։ Քիչ թե ժողովուրդը չգիտեմ ինչի քիչ ոչ ճիշտ ռեակցիա են տալի ամեն ինչի նկատմամբ։ Էլի նույն տարատեսակն է, մի քիչ ավելի բարձր ջերմությունով, մի քիչ ավելի, ասենք, ընդհանուր երևույթները ավելի համեմատաբար, բայց լինում են նաև սովորական մեր գրիպը, որ էլի բավականին բարդություններ է տալի, եթե բնականը անուշադիր լինեք։ Բժիշկ Նազարեթյանը նշեց, որ 2016 թվականի առաջին տասնօրյակում 10 երեխայի են զննել եւ 2 տարեց մարդու։ Մեկ հղի ունենք ուշադրության արժանի, որ ասենք սուր շնչականը որպես հղի էլի հոսպիտալիզացված է, որ մենք բաց չթողնենք ոչ մի բան, դրա մոտ էլ վիճակը լրիվ բավարար։ Հնարավոր շփումներից խուսափելու համար մանկապարտեզների դպրոցների ու այլ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով հետաձգվել է։ Սա սակայն բավարար չէ, բժիշկ Նազարեթյանը խորհուրդ է տալիս նաև հաճախակի օդափոխել սենյակներն ու առանց մասնագետի հետ խորհրդակցելու դեղորայք չօգտագործել։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։